Հարգելի կշերտներ, ձեր հորար քարտեզն էլ արդեն պատրաստ, ուրեմն ձեր տունը գտնվում է, ձեր նշանը ավելի շուտ գտնվում է առաջին տանը, սա նշանակում է, որ առաջին տանը, քանի որ գտնվում է Լիլիթը, Սև լուսինը հուշում է, որ ամիսը լինելու է միստիկ և փորձություններով լի ձեր համար։ Աշխատանք և կարիերա, կշերտների աշխատանքի տունը 6-րդ տունը համընկնում է քարտեզի 6-րդ տան հենց ձկների հետ, որի կառավարիչը Յուպիտերն է, և գտնվում է նաև 9-րդ տան մեջ։ Աշխատանքում սպասում է ստեղծագործական վերելք, հնարավոր է գործողումներ կապել արտասահմանի հետ կամ ուսուցողական նոր ծրագրեր, ձեր աշխատանքը ուրեմն կնկատվի և կգնահատվի բարձրաստիճան մարդկանց կողմից։ Ֆինանսներ, ձեր ֆինանսները գտնվում են կազմած քարտեզում, ուրեմն 2-րդ տանը, կարիճում։ Ֆինանսական դաշտը լինելու է կայուն, բայց այն պահանջում է գաղտնապահություն, լավագույն ժամանակն է թաքնված ֆինանսական աղբյուրները գտնելու կամ ձեր խնայողությունները ճիշտ բաշխելու համար, խուսափեք ռիսկային ներդրումներից ամսվա առաջին կեսին։ Անձնական կյանք, կշերտների սիրո տունը, 5-րդ տունը համընկնում է քարտեզի 5-րդ տան ջրհոսի հետ, որտեղ գտնվում է Պլուտոնը։ Սիրո ոլորտում սպասվում է խորը տրանսֆորմացիոն և կրքոտ շրջան։ Եթե հարաբերությունները ձանձրալի էին, Պլուտոնը կստիպի դրանք արմատապես փոխել։ Ազատ կշերտների համար սա ճակատագրական, մագնիսական ձգողականություն ունեցող հանդիպման շրջան է լինելու։ Առողջության հետ կապված, ձեր առողջությունը գտնվում է ձկների տանը, 6-րդ տանը, հուշում է, որ պետք է զգույշ լինել հեղուկների, ալկոհոլի, դեղամիջոցների օգտագործման ժամանակ։ Մեծ է ալերգիաների, թունավորումների ռիսկը։ Օգոստոսին կշերտներին անհրաժեշտ է հետևել ոտնաթաթերի առողջությանը և խուսափել ջրային սառը միջավայրում երկար ժամանակ մնալուց։ Անակնկալը, ձեր կառավարիչ Վեներայի և Լուսնի ճշգրիտ միացումը 11-րդ տանը խոստանում է մեծ անակնկալ ընկերների կամ հովանավորների կողմից։ Դուք կստանաք մի թանկարժեք հրավեր, նվեր կամ օգնություն, որը կօգնի իրականացնել ապագայի ձեր մեծ պլանները։ Լավ է նոր բիզնես սկսել։ Հորար քարտեզը ձեզ զգուշացնում է, քանի որ Լիլիթը առաջին տանն է, սեփական պատրանքներից և սխալ ինքնագնահատականի վտանգից զգուշացեք։ Օգոստոսին դուք կարող եք սխալվել մարդկանց հարցում կամ տրվել գայթակղություններին, ինչը կփչացնի ձեր համբավը։ Եղեք առավելագույնս սթափ։ Խորհուրդ իմ կողմից, քանի որ Մարսը 8-րդ տանը քառակուսի է ձեր կառավարիչ Վեներայի հետ, օգոստոսին մի ներքաշեք ուրիշներին կոնֆլիկտների և ֆինանսական վեճերի մեջ, պահպանեք ձեր ներքին հավասարակշռությունը և մի թույլ տվեք, որ ձեզ մանիպուլյացիայի ենթարկեն։